Շտապ օգնություն։ Բարև ձեզ։ 103 զանգելու դեպքում չզարմանաք, որ շտապօգնության բժշկի ու բուժքերոջ փոխարեն ձեր բնակարան գան ընտանեկան բժիշկը, թերապևտը կամ մանկաբույժը։ Հունվարի 3-ից 103-ը որոշ կանչեր փոխանցելու է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին, պոլիկլինիկաներին եւ գյուղական համայնքներում ամբուլատորիաներին։ Պարտավոր են այս բժիշկները 2 ժամվա ընթացքում 120 րոպեի ընթացքում սպասարկել այդ հիվանդին։ Չի լինելու այդ ընտանեկան բժիշկները պրակտիկորեն չեն կարողանալու այդ կանչերը սպասարկեն, չունեն եւ ժամային ռեսուրսներ, եւ տրանսպորտային ռեսուրսներ, եւ դեղորայքի եւ ախտորոշման հետ կապված, ինչպես է օրինակ գյուղական ամբուլատորիայի բժիշկը առանց մեքենայի, EKG-ի ապարատով, ցիտոլաբորատոր գործիքներով, դեղորայքով եւ այլով հասնելու հիվանդի տուն, վերջը որ գնաց պետք է առաջի բուժօգնությունը ցուցաբերի, չէ՞։ Փոփոխությունն առավել խնդրահարույց ու ռիսկային է մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում։ Ոլորտում բարեփոխումներ անելու փոխարեն խնդիրներ են ստեղծվում թե բնակիչների, թե բուժաշխատողների համար, ասում է փորձագետը։ Հարց է առաջանում մարզերում, գյուղական ամբուլատորիաներում, որտեղ ԲՄԿ-ներ ունեն, գյուղեր ունեն իրանք, որոնք որ, ասենք 50-40 կիլոմետր հեռու են իրենց ամբուլատորիայից եւ չկա միջհամայնքային տրանսպորտ, չունեն ծառայողական մեքենաներ։ Ոնց է բժիշկը հասնելու հիվանդին։ Իդեպ, այդ բժիշկը մեկն է մարզում կամ լավագույն դեպքում 2 է դա համայնքում գյուղական։ Լավ, ինքը գնաց կանչի, բա մնացած հիվանդներին ով է սպասարկելու։ Եվ երկրորդը հիվանդի համար է խնդիրներ լինելու, այսինքն հիվանդները մնալու են բժշկին սպասելով։ Հայտնի է նաև առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին փոխանցվող կանչերի ցանկը։ Մինչև 38.5 ջերմություն առանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների, հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ, առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային գերճնշում, քրոնիկական հոդացավեր ու մկանացավեր։ Հիվանդը զանգում է, ասում է, ունեմ անտանելի գլխացավեր, ինչպես է ախտորոշելու, դա ինսուլտ է, ներգանգային ճնշման բարձրացում է, անևրիզմա է, այսպիսի հարցեր կան, էլի։ Հիվանդին ասել եք մի հատ ճնշումը չափի չունի ապարատ, ինչ է անելու այդ հիվանդը, ճնշման ապարատ չկա։ Փոխանցվող կանչերի ցանկում են նաև ալկոհոլիզմով եւ քրոնիկական հիվանդություններով անձանց նույն օրը կրկնակի կանչերը, նաև առանց սրացման նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչերը։ Փորձագետի խոսքով խնդրահարույց ու անտրամաբանական է ցանկում ընդգրկված կետերից մեկը, որի համաձայն նույն հասցեից նույն պատճառով 24 ժամվա ընթացքում շտապօգնությունը կրկնակի կանչ չի սպասարկելու։ Նայեք, այսպիսի իրավիճակ։ Հիվանդը վատ է, շտապօգնությունը գնում է, գնահատում է վիճակը, ասում է մենք ձեզ պետք է տանենք հիվանդանոց։ Հիվանդը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է։ Այդ պատճառները կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառների մեջ է նաեւ հիվանդի վճարունակության վիճակը, այսինքն հիվանդը կարող է պատկերացնել, որ իր ծախսեր այնքան շատ են հիվանդանոցում եւ չգնա։ Հետո հիվանդի վիճակը ժամերի ընթացքում կարող է վատանալ եւ հիվանդը ինքնակազմակերպման արդյունքում որոշի, որ պետք է շտապօգնությանը հրավիրի եւ գնա հիվանդանոց կամ նորից ախտորոշման խնդիր լինի։ Ինչ են ասում են մենք չենք կարող, թող ընտանեկան բժիշկը կամ թերապևտը գա։ Ընտանեկան բժիշկը գնա այդ ծանր հիվանդին, ինչ անի։ Փորձագետի գնահատմամբ որոշումը կայացվել է առանց ուսումնասիրության ու վերլուծության։ Հիմնավորում են, թե փոփոխությունն արվել է շտապօգնության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Ինչ պետք է արվեր, ոչ թե դա տալ ընտանեկան բժիշկներին եւ ասել դուք գնացեք ոնց ուզում եք արեք, այլ պետք է լինեին ոչ գծային բրիգադներ, այսինքն գծային բրիգադը դա բժիշկ, բուժքույր եւ վարորդ բրիգադներն են, որոնք որ գնում են կանչի։ Կարող է լինել նախաբժշկական բրիգադներ, միայն բուժքույրի մասնակցությամբ եւ այդ բուժքույրի ռեսուրսն օգտագործելով նմանատիպ կանչերը, որը գտնում են, որ հրատապ չի, գուցե այդպես փակեին։ Ավելի փոքր մեքենաներ կան, սաղ աշխարհում այդ կիրառվում է ավելի ոչ տեղափոխող, ավելի փոքր մեքենաներով կատարում են նախաբժշկական սպասարկում։ Անուշ Պողոսյանի կարծիքով որոշման հետևանքով համակարգում քաոս է ստեղծվելու։ Ասում է, բեռը մի ծառայությունից մյուս ծառայության ուսերին դնելու փոխարեն պետք է շտապօգնության ծառայության կարողություններն ընդլայնել։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։